Որդու և Որդուին Սրբով, ամեն։ Սիրիներ, կարծես թե իր գագաթնակետին է հասնում մեր ամբողջ մեծ պահքի ճամփորդությունը։ Եվ ահա այս կիրակի Գալստյան կիրակին է։ Ի տարբերություն մնացած նախորդ կիրակիների, երբ հիմնական շեշտը դրվում էր ամբողջ տարվա ընթացքում մեր արածների անցյալի վրա, այս կիրակի շեշտը մի տեսակ դրված է ապագայի վրա, որովհետև ավարտին է մոտենում մեր ճամփորդությունը և ինչպես յուրաքանչյուր ճանապարհի ավարտին մեզ սպասում է։ Սպասում է նաև ինքը Տերը մեծ պահքի ավարտին, հարություն առած Տերը։ Եվ այս կիրակի հիմնական մեր հայացքը պիտի ուղղված լինի դեպի հենց Տիրոջ գալուստը, որովհետև ինչպես ասեցի, մի տեսակ գագաթնակետն է այս կիրակին, քայլեցինք և հասանք մեր անցյալը քննելով, հասանք այս կիրակի և այս կիրակի արդեն պիտի տեսնենք իսկ ինչ պիտի լինի։ Լավ, շատ բարի։ Ինքնակնությամբ, ինքնաճանաչողությամբ մաքրվեցինք, սրբվեցինք։ Եվ այսօր ակամայից առաջանում հենց այդ հարցից, ինչ պիտի լինի։ Պիտի լինի Տիրոջ երկրորդ գալուստը։ Պիտի լինի հանդիպումը Տիրոջ հետ։ Ընդհանրապես նկատած կլինեք, երբ մարդկանց հետ խոսում ենք Տիրոջ երկրորդ գալուստից, մեծ մասի մոտ տագնապի և վախի զգացողություն է առաջանում։ Եվ սա բնական է, որովհետև մեծ մասը, մեր հասարակության մեծ մասը, պատրաստ չէ այդ գալուստին, պատրաստ չէ Քրիստոսի հետ հանդիպմանը, և այդ անպատրաստ վիճակը վախի և տագնապի զգացողություն է առաջացնում։ Եվ դրա համար է, որ մենք այս ամբողջ ճանապարհն անցնելուց հիմնականում փորձեցինք մաքրվել, սրբվել և պատրաստ լինել։ Ինչպես հիշում եք, դեռևս պահքի սկզբին ես ասեցի, որ այս ամբողջ ճանապարհորդությունը միտված է մեկ բանի՝ պատրաստվելու։ Եվ ահա, երբ մեծ մասը մեր հասարակության տագնապում է Քրիստոսի հետ հանդիպումից, վախենում է։ Մենք քրիստոնյաներս, Քրիստոսին ճանաչողներս, Քրիստոսով ապրողներս ոչ թե վախենում կամ տագնապում ենք, այլ փափագում ենք Քրիստոսի հետ հանդիպմանը։ Եվ ինչպես ավետարանական առակի մեջի կույսերը, մենք ամեն օր պատրաստ ենք Քրիստոսի հետ հանդիպմանը։ Սրբերից մեկին, ով իր ամեն օրը մեծ մասամբ անցկացնում էր այգում բույսեր մշակելով, օրերից մեկ օր հարցնում են, իսկ ինչ կանեիր, եթե իմանայր, որ Քրիստոս մեկ ժամից գալու է։ Սուրբը հանդարտությամբ նայում է հարց տվողին և ավելացնում է, պատասխանում է, կշարունակեի խնամել իմ բույսերը։ Ինչ եմ ուզում ասել այս պատմությամբ։ Մենք չպիտի այնպես ապրենք, որ Քրիստոսի գալուստը անակնկալի բերի մեզ։ Մենք պիտի ապրենք ամեն վայրկյան սպասելով Քրիստոսին։ Եվ այդ սպասումը
պիտի մեզ մղի, պիտի մեզ դրդի, նմանվելու ավետարանական իմաստուն կույսին, ով պատրաստ է յուրաքանչյուր վարքյան դիմավորելու փեսային։ Մենք պիտի ապրենք մեր կյանք այնպես, որ հարկ եղած դեպքում ուրախությամբ, ժպիտով, ընդառաջ ելնենք Տիրոջն ասելու ահավասիկ Տեր, ես պատրաստ եմ։ Եվ հետևաբար հարց է առաջանում, իսկ ինչքանով ենք պատրաստ։ Ինչպես խոսքիս սկզբում ասեցի, այսօր, երբ մեր հայացքները սևեռված են Տիրոջ գալստյանը, մեր չպիտի պարուրի և համակի վախ և տագնապի զգացողությունը, այլ մենք պիտի լցվենք հույսով, համբերությամբ, որովհետև որևէ մեկը չգիտի ոչ ժամը, ոչ օրը, Տիրոջ գալստյան։ Եվ հետևաբար համբերատարությամբ պիտի սպասենք, պատրաստվենք այդ օրվան, այդ ժամին, երբ պիտի գա Տերը իր ամբողջ փառքով։ Եվ այսօրվա, այսպես ասած, խորհուրդը, որ փոխանցվում է մեզ բոլորիս, այդ խորհուրդներից մեկը հենց համբերությունն է։ Որովհետև ինչպես ասեցի, որևէ մեկը չգիտի, ոչ օրը, ոչ ժամը։ Շատ-շատերը սպասելուց կարող են հոգնել, կարող են նաև նիրհել սպասելուց և նմանվել հիմար կույսերին, բայց մենք միշտ կոչ ենք անում, զգոն լինել և փորձել նմանվել իմաստուն կույսերին, նմանվել ոչ միայն արթուն լինելով, այլ նաև մեր հոգու ճրագի համար ձետ պատրաստելով, որ է մեր հոգևոր բարեպաշտ կյանքի գանձերը, պակը, աղոթքը, ողորմությունը, որոնք մի տեսակ հոգևոր զարդարանքներ են, մի տեսակ հոգևոր ձեթ են մեր հոգու ճրագի համար։ Եվ ամենակարևոր բանը, այդ համբերատարությունը պիտի զարդարվի և պսակվի հաղթանակի զգացումով։ Եթե դու համբերում ես և չգիտես, թե ինչի համար ես համբերում, կամ չգիտես, թե քո այդ համբերությունը ինչով է պսակվելու, ապա անորոշությունը պիտի ջնջի, քայքայի ամեն ինչ։ Բայց մենք քրիստոնյաներս, եթե համբերում ենք, ապա գիտենք ինչի համար ենք համբերում, միայն ու միայն հաղթանակի համար։ Եվ այդ հաղթանակ հենց Քրիստոսի գալստյամբ է լինելու։ Քրիստոս իր կյանքի օրինակով ցույց տվեց. եթե կա Գողգոթա, ապա կա նաև հարություն։ Ուղղակի համբերատար կերպով պիտի բարձրանալ այդ Գողգոթան։ Այն վստահությամբ, որ Գողգոթայով ոչ մի բան չի ավարտվում, այլ Գողգոթայում սկսվում է հարությունը։ Եվ այսօր, երբ գալուստը, Տիրոջ երկրորդ գալուստը, շատերի մոտ սարսափ է առաջացնում, հենց այդ պատճառով, որովհետև իրենք չեն հավատում, իրենք պատկերացում չունեն, իրենց իսկ ընկալմամբ Տիրոջ երկրորդ գալուստը դա ավարտն է, այս աշխարհի ավարտն է։ Եվ այդ միտքը սարսափեցնում է իրենց, բայց մեր քրիստոնյաներիս համար Տիրոջ երկրորդ գալուստը ոչ թե ավարտն է, այլ սկիզբն է։ Սկիզբը Տիրոջ հետ ապրելու,
սկիզբը Տիրոջ թագավորության, երկնային թագավորության։ Եվ հետևաբար միթե կարող է Տիրոջը տեսնելու, Տիրոջ հետ երկնային առկայության մեջ ապրելու միտքը սարսափ առաջացնել որևէ մեկի մոտ։ Այլ կերպ ասած, սիրելիներս, մենք հուսահատվելու տարբերակ չունենք։ Քրիստոնյան հուսահատ չի կարող լինել, որտեղ ինչպես ասեցի, եթե համբերում է քրիստոնյան, գիտի ինչի համար է համբերում։ Եվ այդ գիտելիքը իրեն չի կարող տանել հուսահատության։ Այդ գիտելիքը իրեն պիտի տանի նոր թափով, նոր եռանդով, իր առաքելության մեջ հաստատվելու։ Ավարտվում է մեծ պակը։ Մյուս կիրակի արդեն ծաղկազարդ է։ Տիրոջ հաղթական մուտքը Երուսաղեմ։ Եվ սկսվում է ավագ շաբաթ արդեն։ Մենք բոլորս ենք մուտք գործելով ավագ շաբաթ մի տեսակ, չգիտեմ, ընկճված վիճակում ենք լինում, որտեղ տեսնում ենք մեր Տիրոջ չարչարանքները, բայց պետք չի այդքան էլ ընկճվել, որովհետև ինչպես ասեցի, մենք հավատում ենք և ապրում ենք հենց այդ հույսով ու հավատով, որ նա, ով չարչարվեց, ով խաչվեց մեզ համար, գալու է։ Եվ գալու է ոչ թե այս անգամ որպես մի մանուկ մսուրում դրված, այլ գալու է որպես արդար դատավոր, իր ամբողջ փառքով։ Եվ այդ գալստյան հանդիպումը թող այսօր մեզ բոլորիս մղիչ խթան լինի նոր բարեգործությունների, մղիչ խթան լինի հոգևոր զարդերով զարդարվելու, մեր հոգին, այսպես շակերտների մեջ ասած, պճնելու հոգևոր զարդերով։ Հիշեք, որ գալու է նա, ով արդար դատավոր է։ Ուրեմն պիտի պատրաստ լինենք։ Միշտ հիշեք, արթուն կացեք, այս կոչը ամեն ժամ, ամեն վայրկյան արդիական է։ Արթուն կացեք և պատրաստ եղեք բարի գործերով, աղոթներով, թող, ինչպես նշեցի, այս գալստյան սպասումը ոչ թե թմբիր բերի մեր հոգիների, այլ զգոնություն բերի, բացենք մեր հոգու աչքերը, պատրաստ պայենք մեր միտքն ու հոգին Տիրոջ հետ հանդիպման, շնորհ և խաղաղություն, թող լինի բոլորիս հետ, այժմ և միշտ և ավիտյանս ավիտենից, ամեն։